Բարի երկու պարոն Բլեյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարի օր, ես եմ շնորհակալ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք մեր պատմության ամենացավալի էջերից մեկից այսօր լրանում է 5-րդ տարելիցը Ադրբեջանի եւ Արցախի հետ կապված։ 5 տարի առաջ այսօրը Ադրբեջանը իր սիրելի գործընկեր երկրների հետ, հիմա կնշենք այդ մասին, էսկալացիա արեցին եւ ամբողջ Լեռնային Ղարաբաղի շփմանգծի հատվածով նաև Հայաստանի հատվածում սկսեցին էսկալացիա եւ մեծ ռազմական գործողություններ, որի արդյունքում ունեցանք այն, ինչ հիմա ունենք։ Բանկ ամենասկզբից, ինչու այսպես եղավ, ինչն էր պատճառը, որ Ադրբեջանը 16 թվականի քարոզիայից հետո նորից գնաց նման արկածախնդրության եւ ինչպես մեր պարտությունը տեղի ունեցավ։ Նախ ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին, ցավակցում եմ բոլորիս, որովհետեւ դա բոլորիս ցավն էր, բոլորիս դարդներ եւ առ այսօր շատերը չեն կարողանում այդ էջը թեքել։ Գիտեք, դա տեսանելի էր դեռ 2007 թվականին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը, ով համարվում է ճարտարապետը այս տարածաշրջանի անվտանգության, իր Մյունխենյան ճառով ազդարարեց, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը այլևս ձեռք չի տալիս Ռուսաստանի Դաշնությանը եւ այն պետք է փոխվի։ Եվ այդ ժամանակվանից արդեն պարզ էր, որ Լեռնային Ղարաբաղում նույնպես պետք է ստատուս քվոն փոխվի։ Եվ 2008 թվականին արդեն այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում Իլհամ Ալիևի հետ ստորագրում են ռազմավարական համագործակցության հռչակագիր եւ երբ ուսումնասիրում ես այդ փաստաթուղթը, այնտեղ սևը սպիտակով գրված է, որ տարածքային տարատեսակ վեճերը պետք է լուծվեն հենց տարածքային ամբողջականության հիմքի վրա, այսինքն չկար ազգային ինքնորոշման մասին որևէ դրույթ։ Եվ այդ ժամանակվանից ի վեր արդեն պարզ էր դառնում, որ այդ ստատուս քվոն պետք է փոխվի եւ հենց դա էր պատճառը, որ 2010 թվականից սկսած բազմամիլիարդանոց զենքի վաճառք տեղի ունեցավ Ադրբեջանին, մենք հիշում ենք այդ ժամանակ կտկտուր բողոքում էինք, բայց ի վերջո բնականաբար Ադրբեջանը դա օգտագործել էր հենց Արցախի եւ Հայաստանի դեմ, որովհետեւ ելում դեմ պետք է նա օգտագործեր այդ զենքը։ 2016 թվականին եղավ առաջին փորձը, այսպես ասած, քարորյան նախազգուշացումը եւ հետո արդեն գիտեք, որ ի հայտ եկավ քարորյա ներողություն Լավրովյան պլանի այդ այսինքն բարձրաձայնվեց Լավրովյան պլանի մասին եւ երբ ուսումնասիրում ես Լավրովյան պլանը, տեսնում ես, որ օրինակ Կազանից հետո, այսինքն ամեն անգամ այն առաջարկը, որ մենք ստացել ենք, եղել է ավելի վատ, քան նախորդը։ Իսկ իրենք ասում են, նույն Մարիա Զախարովան նշում էր բազմաթիվ անգամներ, որ դուք եք մեղավոր, որովհետեւ դուք չընդունեցիք մեր որևէ պայման, որը լավագույնն էր այս իրավիճակի համար։ Դե Մարիա Զախարովան այսօր ասում է, որ 2023 թվականի արդեն Արցախ հայության էթնիկ զտումը տեղի ունեցավ էլի մեր մեղավորությամբ։ Իհարկե իրենք չեն ասի, որ դա դուգինիզմի իրենց պատկերացրած Եվրասիան է, ըստ որի թյուրքական աշխարհը, այդ թվում Թուրքիան, Ադրբեջանը պետք է առանձնատուկ դերակատարում ունենան։ Մենք հիշում ենք նույն հենց դուգինը, քանիցս Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո կշտամբել է Իլհամ Ալիևին, որ նա չի կատարում իր պարտականությունները, Ռուսաստանն իր կողմը կատարեց, օգնեց Ադրբեջանին ազատագրել, Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը դրա փոխարեն պետք է մտներ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ, եւ Ադրբեջանը չէր կատարում իր պարտականությունները, իրականում Ադրբեջանը ինչ կարողացավ Ռուսաստանից պոկեց, իսկ հետո արդեն օգտագործելով այդ խոցված դիկտատորի պատմությունը, խզեց իր հարաբերությունները, ավելի լարեց եւ այսօր իրենք դեն նետեց, ժողովրդական լեզվով ասած գցեց Ռուսաստանին, կարծում եմ դավաճանները հենց այդպես էլ վարվում են, որովհետեւ այլ կերպ դա անվանել հնարավոր չէ, այսօր գիտեք, որ այդ նույն տարատեսակ պրոպագանդիստները խոսում են Լեռնային Ղարաբաղի իրենց դիրքորոշումից, տարատեսակ լրագրողներ ասում են, որ այ մենք չպետք է դա թույլ տայինք, դա մեր մեղավորությունն է, իհարկե դա իրենց մեղավորությունն է, որովհետև Իլհամ Ալիևը չէր կարող սկսել այդ պատերազմը առանց նախապես իմանալու, որ Ռուսաստանի Դաշնությունը օքեյ է դրա հետ։ Ես դրա համար եմ ուզում զուգահեռներ տանել, երբ որ 16 թվականին քարորյան էր, այն ժամանակ Ռուսաստանը ինչ որ ձևով երևի հասկացավ կամ ինչ որ փորձեցին, կանխեցին, իսկ այս դեպքում Ռուսաստանը պարզապես դիտորդի դերում էր եւ ուղղակի ասում էր հայտարարություններ էր հնչեցնում, որ այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի։ Եվ գիտեք, երբ այդ ժամանակ
չէր կարելի երևի թե չանկնկալել, որ Ադրբեջանը պետք է օգտագործի այդ առիթը, որովհետև երբ Միացյալ Նահանգներում իշխանության էր եկել անփորձ նախագահը, չէ, Դոնալդ Թրամպը 2020-ին եւ գիտեք, որ նա այնքան էլ հետաքրքրված չէր ընդհանրապես արտաքին բայց Դոնալդ Թրամպը այդ ժամանակ արդեն հերացող էր, ինքը նա արդեն գնում էր, արդեն հերացող էր, հենց այդ եւ COVID-ի տարած դարաշրջանը աշխարհը այո COVID-ով էր տարված եւ նա իհարկե օգտագործեց այդ առիթը եւ ամբողջությամբ կիրառեց եւ այն հանգամանքը, որ քաջ իմանալով, որ նա կարող է ամբողջ Լեռնային Ղարաբաղը վերցնել, նա կանգ առավ հենց այն ժամանակ, երբ ռուսնական միջնորդությունը ի հայտ եկավ։ Գիտեք, դրանից առաջ երկու միջնորդություն եղավ եւ նա խախտեց։ Ֆրանսիայի միջնորդությունը, Միացյալ Նահանգների միջնորդությունը, այո։ Եվ միայն Ռուսաստանի Դաշնության միջամտությունից հետո նա համաձայնեց կանգնել։ Ես կարծում եմ, որ դա պատահական չէ, որովհետեւ նա կարող էր չկանգնել, նա կարող էր շարունակել եւ ամբողջ Լեռնային Ղարաբաղը վերցնել։ Պայմանավորվածություն է եղել, որպեսզի ռուսական խաղապահները մտնեն տարածաշրջան, բայց գիտեք, Լեռնային Ղարաբաղի պատերազմը ոչ միայն կամ ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի մասին էր, որքան Հայաստանի մասին էր, որովհետև նոյեմբերի 9-րդ կետը դա հենց մեղքն էր, որը միտված է հենց Հայաստանի Հանրապետության ի վերջո կազմալուծմանը, որովհետև այն, ինչ մենք տեսանք Լաչինի միջանցքում, որն ապահովում են ռուսները, նույն տրամաբանությամբ պետք է տեղ ունենար արդեն Մեղրիում, այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքում, որտեղ իրենք պետք է գային տեղակայվեին, հետո ինչ-ինչ էկոակտիվիստներ գային եւ բողոքեին, ինչը եղավ Բերձորի դեպքում։ Այո, ինչ որ մենք տեսանք։ Եվ հետեւաբար մենք իհարկե սգում ենք, թե ինչ տեղ ունեցավ, բայց մենք պետք է նաեւ հպարտանանք, որ մենք կարողացանք պահպանել Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ դա հարված է ոչ միայն այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այլ նաև Հայաստանի Հանրապետությանը։ Եվ մենք կարող ենք կորցնել միջազգայինորեն ճանաչված արդեն Հայաստանի Հանրապետությունը։ Եվ թե մեր զինված ուժերի շնորհիվ, թե արդեն փոփոխվող դիվանագիտական հարաբերությունների շնորհիվ մենք կարողացանք պահպանել Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, պարոն Բլեյան, ամեն դեպքում կարծես Արցախից սկսվեց, Պանդորայի արկղի բացման process-ը, երբ որ Արցախում այդ ամենը տեղի ունեցավ եւ բոլորը աչք էին փակել, բոլորը ուղղակի հետևում էին ուշով, մեր դաշնակից գործընկեր մի շարք պետություններ, անմիջապես հաջորդեց ուկրաինական պատերազմը, ռուս-ուկրաինական, եւ դա դրա ածանցյալն է։ Գուցե այն ժամանակ ճիշտ դրսևորման դեպքում չգային հասնեին այս կետին, այսինքն այն ինչ ցանեցին, գուցե դա հնձում են արդեն։ Իրականում դա հենց տեղի ունեցավ այն բանի համար, որպեսզի հետագայում տեղի ունենա հենց ուկրաինական պատերազմը։ Պատահական չէ, որ դրանից մեկ օր շուտ, թե հենց նույն օրը Ռուսաստանն ու Ադրբեջանն արդեն բարձրացնում էին իրենց ռազմավարական մակարդակը գործընկերությունից դաշնակցության, որպեսզի Ռուսաստանն ապահովի իր թիկունքը Ադրբեջանի հետ կապված, Թուրքիայի հետ կապված։ Եվ նա սկսեց արդեն մտածում էր թե 3 օրում կամ գուցե 3 շաբաթում կամ լավ 3 ամսում 4 օր էին նույնիսկ նշում, որ Կիևը արդեն իրենց կլինի։ Բայց Իշնորհիվ ուկրաինացի զինվորների մենք նաև կարողացանք պահպանել մեր պետականությունը, որովհետև եթե Կիևն ընկներ, միանշանակ հաջորդ թիրախը լիներ Մոլդովան, որը դժվար թե երկար կարողանար դիմադրել, հաջորդ թիրախը կլիներ Վրաստանը, միգուցե ընդհանրապես դիմադրություն չլիներ, եւ արդեն մենք կսահմանակցենք Ռուսաստանի հետ։ Գիտեք, 1920 թվականին մենք կորցրեցինք մեր պետականությունը, երբ օկուպացվեց Ադրբեջանը, հետո օկուպացվեց Հայաստանը, հետո օկուպացվեց Վրաստանը։ Եվ 2020 թվականին կամ 21 թվականին կարող էր օկուպացվել այս անգամ Վրաստանը, հետո Հայաստանը, կարծում եմ Ադրբեջանը արդեն ապահոված կլիներ, որովհետև նա համապատասխան հարաբերություններ ուներ եւ կգնար միջինասիական պետությունները, մենք գործ ունենք նոր օրի Հիտլերի հետ։ Եվ մի մեծ տարբերություն կա։ Ադոլֆ Հիտլերը չէր տիրապետում միջուկային զենքի, իսկ Վլադիմիր Պուտինը տիրապետում է։ Եվ այսօր մենք տեսնում ենք, թե ինչ սանձարձակ գործողությունների է նա գնում արդեն ՆԱՏՕ-ի տարածքում եւ փորձում է դիտարկել ՆԱՏՕ-ի կարմիր գծերը։ Խոսեցինք ՆԱՏՕ-ից, պետք է նշեմ, որ օրերս 108-րդ Ռոդրոս սեմինարներ տեղի ունենում մեր երկրում, կցանկանայի այդ մասով մեկնաբանություն է ձեր լսել, որքանով էր ճիշտ, այս սեմինարը, ինչ տվեց այն մեզ, որքանով գրգռեց մեր հարևաններին, չգրգռեց, որքանով էր այն արտիական մեր այսպես նոր կառուցվող աշխարհակարգում։ Նաև հաշվի առնելով 2020 թվականի պատերազմը Արցախում, հաշվի առնելով 21 թվականի եւ 22 թվականի ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանում եւ հաշվի առնելով ընդհանրապես թե
թե ինչ տեղ ունեցավ ի վերջո Լեռնային Ղարաբաղի հետ, մենք պետք է հասկանանք, որ այն անվտանգային համակարգը, որ մենք ունեինք սովետական, հետսովետական, ռուսական, չի աշխատել եւ իդեպ ուկրաինական մարտադաշտը ցույց է տալիս, թե որքան անօգուտ են ռուսական ընդհանրապես զինատեսակները արդի ժամանակակից նատոական ստանդարտների դիմաց։ Եվ այո, ՆԱՏՕ-ի հետ մենք պետք է ել ավելի խորացնենք մեր հարաբերությունները։ Ես հեռու եմ այն կարծիքից, որ մենք մոտալուտ ապագայում կարող ենք անդամակցել այդ կազմակերպությանը, բայց այստեղ կարևորը ոչ թե հենց բուն անդամակցությունն է, որքան ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանելը, որովհետև մենք կարող ենք ունենալ տարատեսակ համաձայնագրեր Ադրբեջանի հետ, ես ողջունում եմ իհարկե օգոստոսի 8-ի հայտարարագիր, հուշագիրը, բայց այդ ցանկացած հուշագիր կարող է մոռացության հայտնվել, եթե Ադրբեջանի պես պետության հետ, եթե Ադրբեջանը հասկացա, որ միգուցե մի քանի տարի հետո, 5 տարի հետո, 10 տարի հետո, չգիտեմ երբ, կլինի մի այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ, եւ նա ցանկություն կունենա հանդգնել, հարձակվել Հայաստանի վրա։ Եվ այ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, բերելով մեր բանակային ստանդարտները ՆԱՏՕ-ի մակարդակին, չափանիշներին, այդ դա է կարևոր։ Այդ դա կարևոր եւ ի վերջո մենք տեսանք, որ այդ 30 տարին, որ մենք ամբողջ մեր հավկիթները հավաքել ենք ռուսական զամբյուղում, չաշխատեցին։ Ի տարբերություն դրա մենք տեսանք, որ Ադրբեջանը համագործակցում էր գրեթե բոլոր աշխարհակենտրոնների հետ։ Նա լավ հարաբերություններ ընդդիմադիր երկու բևեռների հետ, թե Միացյալ Նահանգների հետ, թե Ռուսաստանի հետ, թե եվրոպական երկրների հետ, Իսրայելի եւ Իրանի հետ, իսկ մենք նույնիսկ ապաստան էին գտել Ռուսաստանի դաշնակից Բելարուսից հանդուգնություն չունեինք գնել պոլոնեզներ կոչված զինատեսակը, որովհետեւ չունեինք ռուսական այդ թույլտվությունը չունեինք։ Եվ մենք հարաբերվում ենք թանապես մեր բոլոր հարևանների հետ կամ թարապես այլ երկրների հետ, այնքանով որքանով դա թույլ կտա Ռուսաստանը եւ խոսում են օրինակ կոմպլեմենտարիզմի քաղաքականության մասին Ռոբերտ Քոչարյանի Վարդան Օսկանյանի ժամանակ ծիծաղաշարժ է դա։ Չի եղել ոչ մի կոմպլեմենտարիզմ։ Տեսեք, նույնիսկ զենքերի մասով խոսույթ էր գնում այդ տարիներին, այդ օրերին, Իսկանդերների կիսատ պրատ գործելու մասին, հա, այսինքն տալիս են մի գործիք, որի բանալին չեն տալիս։ Այս տեսքով արդյունքը լինում է այսպեսին։ Լավ, հիմա անդրադառնանք մի կարևոր զեկույցի, որը նույնպես շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ, այդ մասին հայտարարեցին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, շատ երկար, շատ հանգամանալից մի զեկույց էր հրապարակել հենց Ադրբեջանի մասով, Ադրբեջանի բարբարոսությունների մասով, մինչև 23 թվականի սեպտեմբերի 19-ի հայաթափումը Արցախից։ Վերջերս էլ Միացյալ Նահանգների կոնգրեսականներն են մի հատ զեկույց Մագնիսկու ակտի շրջանակներում կառուցել։ Ինչ են տալիս այս զեկույցները, երբ որ մենք տեսնում ենք միջազգային, հա, իրավական այդ ամբողջ ինստիտուտները կարծես չեն էլ գործում։ Ինչ որ բան հետագայում կլինի այս մասով։ Գիտեք, 2007 թվականի Վլադիմիր Պուտինի ճառը հենց նրա մասին էր, որ իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը պետք է փոխվի եւ հիմնվի ուժի վրա հիմնված աշխարհակարգի։ Եվ 2008 թվականի հարձակումը Վրաստանի վրա, հետագայում 2014 թվականի Ղրիմի անեքսիան, երբ երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ Եվրոպայում սկսեցին սահմաններ փոխվել Ռուսաստանի դրդմամբ, ընդ որում Ռուսաստանի դաշտության, որը նաև անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն էր Ուկրաինայի։ Եվ այնիշ տեղ ունեցավ Լեռնային Ղարաբաղում, որ կոպիտ մարդու իրավունքների սխալ էր։ Հենց միտված էր նրան, որպեսզի նսեմացնեն եւ տարատեսակ այդ միջազգային կառույցները բարոյազրկեն։ Եվ այսօր իհարկե մենք չենք կարող խոսել, որ միջազգային այդ իրավունքը ունի նույն ուժը, ինչ ուներ տարիներ առաջ, նամանավանդ ծառը պատերազմից հետո, բայց այնուամենայնիվ, գիտեք, գնում է պատերազմ, հիբրիդային պատերազմ, հիբրիդային, այսինքն թե մարտական գործողությունների եւ տեղեկատվական, թե ի վերջո որն է լինելու նոր աշխարհակարգը։ Արդյոք իրավունքը տեղ է գտնելու տեղ։ Ես միանշանակ վստահ եմ, որ չի կարող լինել ընդհանրապես աշխարհ, որտեղ չկա իրավունք։ Եվ որքան էլ որ տեղ գտնի ուժի իրավունքը, ինչպես նույն Դոնալդ Թրամփն է խոսում դրանից։ Այնուամենայնիվ, հայտնվեն ուժեր, որոնք այն է իհարկե նա պետք է նաև գոնե համակերպվի կամ փոխլրացվի իրավունքի վրա հիմնված։ Եվ վերջապես աշխարհը չի կարող անդադ ուժի սպառնալիքի տակ կգա, այդպես ուղղակի պետություններ կվերանան։ Մենք ունեցել ենք երկու համաշխարհային պատերազմ, հենց այն ժամանակ երբ չկար իրավունք։
Երբ ցանկացած պետություն պատերազմ է հայտնում մեկ այլ պետությանը, որովհետև նա գտնում է, որ նա ուժեղ է։ Եվ դա է նաև պատճառը, որ մենք ընդունեցինք Հռոմի կանոնադրությունը, որովհետև գիտեք, միգուցե Ադրբեջանը իրան կարող է թույլ տալ, բայց Հայաստանը դա թույլ չի կարող տալ։ Հայաստանի համար շատ կարևոր է լինել այն ընտանիքի մասը, որտեղ գերիշխում է իրավունքը, որտեղ գերիշխում են կանոնները, օրենքները, որովհետև այլ տարբերակ չկա։ Մենք չենք կարող մեր տեղը գտնել, ենթադրենք ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, որտեղ ոչ թե իրավունքի շուրջ է ընդհանրապես համաձայնության գալիս երկրները, այլ ովում բարեկամն է կամ պանյատների շուրջ են գալիս իհայտ։ Մենք չկանք այդտեղ, մենք չենք կարող լինել այդտեղ, որովհետև մենք չունենք այդ քաշը եւ մեզ պետք չի ունենալ այդ քաշը, որովհետև 2018 թվականի հեղափոխությունը նաև եղել է հենց այն պատճառով, որովհետև մարդիկ արդարության պակաս ունեին։ Եվ որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հարատևի եւ լինի բարգավաճ, լինի զարգացող, տեխնոլոգիապես զարգացած, մեզ պետք է իրավունքի գերակայություն, մեզ պետք է համագործակցել այն երկրների հետ, որոնց հետ մենք ունենք ընդհանուր արժեքային շահեր, տեսլական նպատակներ։ Մենք չենք կարող ցեղասպանություն վարող պետությունների հետ լինել դաշնակից։ Չենք կարող, որովհետև մենք երբեք չենք ունենա իրավահավասար հարաբերություններ։ Այսինքն կարող ենք ասել, որ նույն միջազգային իրավունքը որոշակի ժամանակ անց կապ չունի կարճաժամկետ, երկարաժամկետ հեռանկարում, կվերականգնի իր էությունը եւ իսկապես մեղավորները կպատժվեն։ Այն տեխնոլոգիական զարգացումները, որ մենք տեսնում ենք, այն առաջընթացը, թռիչքային առաջընթացը նամանավանդ Միացյալ Նահանգներում, նամանավանդ Իլոն Մասկի գլխավորությամբ, չի կարող պարզապես գոյատևել, եթե չլինի իրավունքի ուժ։ Որովհետև հակառակ դեպքում աշխարհը կտանի կործանման։ Այսօր արհեստական բանականությունը օրորի փոխվում է, օրորի զարգանում է, լույսի արագությամբ եւ առանց իրավունքի այդ կապանքների մենք քաոտիկ աշխարհում կդառնանք։ Շնորհակալ եմ մեր հրավերն ստելու համար, շնորհակալ եմ հանգամանալից ելույթի համար։